Այսօր պատրաստելու ենք շատ համեղ, յուրահատուկ և գեղեցիկ կաթնահունց, որը տարբերվելու է իր համով և տեսքով։ Մի փոքր շեղվում ենք ավանդական տարբերակից և կաթնահունցին տալիս ենք նոր համ, տեսք և շունչ։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ շերտեր են ստացվել՝ առատ միջուկով, փափուկ և շատ նուրբ։ Սկզբից հասունացնում ենք խմորիչը, որի համար մեզ պետք է խմորիչ, շաքարավազ, ալյուր և կաթ։ Ամբողջ բաղադրիչները վերցնում ենք ընդհանուր մասսայից։ Խառնում ենք, ծածկում ենք երեսը և դնում մի կողմ մինչև հասունանա, մոտավորապես 15 րոպե։ Իսկ այդ ընթացքում պատրաստում ենք խմորը։ Տարայի մեջ լցնում ենք ձուն շաքարավազը, մի փոքր աղը և վանիլինը, միասին մի թեթև հարում ենք։ Այստեղ անգամ հարիչի կարիք չկա։ Ավելացնում ենք կաթը, հալեցրած կարագը կամ մարգարինը։ Բոլորը միասին խառնում ենք։ Ավելացնում ենք նաև 1 նարնջի կեղևի քերուկ, քերում ենք միայն դեղին հատվածը։ Նարնջի, կոնյակի և շոկոլադի համադրությունը խմորի համար պարզապես իդեալական է։ Այն տալիս է յուրահատուկ համ և բույր։ Ահա արդեն խմորիչը հասունացել է, ավելացնում ենք ընդհանուր մասսայի վրա և բոլորը միասին խառնում ենք։ Ընդհանուր ալյուրի քանակից 1 բաժակ ավելացնում ենք խմորին և խմորը բաժանում ենք 2 հավասար մասերի։ Մի մասի վրա ավելացնում ենք կակաոն և ալյուրը։ Հունցում ենք փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։ Ալյուրը շատ չենք լցնում։ Երբ արդեն մի փոքր դեռ ձեռքերին կպչուն է լինում, ավելացնում ենք բուսայուղը և շարունակում ենք հունցելը։ Բուսայուղն էլ կիսում ենք 2 մասի, մի մասը լցնում ենք շոկոլադե խմորի վրա, իսկ մյուսը սպիտակի։ Տեսեք, թե ինչքան փափուկ, էլաստիկ ու լավ խմոր ստացվեց։ Ծածկում ենք և դնում մի կողմ։ Նույն կերպ պատրաստում ենք սպիտակ խմորը։ Հարգելինս, բաղադրիչները և հստակ քանակը գրված կլինի նկարագրության բաժնում, ինչպես նաև կա էկրանի վրա։ Այս չափաբաժնից բավականին շատ խմոր է ստացվում։ Կարող եք պատրաստել նաև կուլիչ, կաթնահունց, բուլկիներ կամ ինչ կցանկանաք, սա ունիվերսալ խմոր է։ Ծածկում ենք, դնում տաք տեղ և թողնում ենք հասունանա 1,5 ժամ։ Այդ ընթացքում չամիչի վրա լցնում ենք կոնյակը, խառնում և դնում մի կողմ։ Տեսեք, թե ինչքան լավ է հասունացել խմորը և շատ էլաստիկ է ստացվել։ Հարգելինս, իմ ալիքում կան նաև կուլիչի, կաթնահունցի, բուլկիների շատ տարբեր բաղադրատոմսեր, որոնց հղումները նույնպես կթողնեմ նկարագրության բաժնում։ Տեղափոխում ենք աշխատանքային սեղանի վրա և գունդ ենք ձևավորում։ Տեսեք, թե ինչքան ձգվող ու էլաստիկ խմոր է ստացվել։ Խմորը բացում ենք գրդնակով, հնարավորինս մեծ։ Մեկ այլ գրդնակով խմորը փաթաթում ենք և դնում մի կողմ։ Բացում ենք նաև շոկոլադե խմորը։ Աշխատում ենք շատ քիչ ալյուր օգտագործել, որպեսզի խմորին ավելորդ ձգվածություն չհաղորդի, այնքան որ կարողանանք բացել։ Սա նույնպես բացում ենք սպիտակ խմորի չափերով և վրան դնում ենք հենց սպիտակ խմորը։ Կողքերից հավասարացնելով տարածում ենք խմորը առաջի շերտի վրա։ Գրդնակով մի թեթև այսպես հարթեցնում ենք։ Չամիչը ես չեմ չորացնում, հենց այդպես կոնյակով լցնում եմ խմորի վրա։ Ավելացնում եմ նաև շոկոլադե գնդիկներ։ Կարող եք նաև ցանկացած տեսակի ճիր ավելացնել։ Խմորը այսպես վերևի հատվածից ռուլետի նման փաթաթում ենք, բայց մինչև վերջ չենք իջնում։ Ահա այսքանը բավական է, այս ներքևի հատվածից դանակի օգնությամբ բաժանում ենք շերտերի։ Դուք կարող եք ինչպես շոկոլադ և չամիչ չլցնել այս ներքևի հատվածում, քանի որ փաթաթելու ընթացքում մեծ մասը թափվում է։ Ամեն շերտը այսպես ոլորում ենք և դնում խմորի վրա։ Արեք այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Եվ այսպես ոլորելով հավաքում ենք մեր շերտերը, ծայրի մասերը դնում ենք խմորի տակ, որպեսզի եփվելու ընթացքում չուռի և դուրս չգա միջից։ Այդպես տգեղ կստացվի։ Խմորը տեղափոխում ենք կաղապարի մեջ և այսպես ծայրերն ամրացնում ենք։ Կարող եք նաև սովորական տապակի մեջ դնել, շրջանաձև կամ երկարավուն, արեք այնպես, ինչպես ձեզ հարմար է։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ է ստացվել։ Ծածկում ենք վրան և թողնում ենք հանգստանա ևս 15-ից 20 րոպե, որից հետո թխելու ենք 180 աստիճանի տակ 50-ից 60 րոպե։ 30 րոպե եփվելուց հետո կարող եք ջերմաստիճանը իջեցնել 160 աստիճանի և շարունակել եփելը։
Պատրաստ լինեն ստուգում ենք փայտիկով։ Տեսեք, թե ինչքան լավ է բարձրացել ու ինչքան գեղեցիկ է ստացվել։ Կարծես թե տորտ լինի։ Վրան զարդարում ենք հալեցրած շոկոլադով կամ ջնարակով։ Զարդարում եմ նաև շոկոլադե գնդիկներով։ Եթե ունեք նաև նուշի քերուկ, կարող եք ավելացնել, այդպես ավելի տոնական եւ գեղեցիկ է ստացվում։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ, ախորժելի ու տոնական կատնահունց ստացվեց։ Հուսով եմ հավանեցիք այս տարբերակը։ Դուք էլ պատրաստեք եւ զարմացրեք ձեր հյուրերին։ Վստահ եմ, որ նրանք էլ շատ կհավանեն։ Եվ այն կդառնա ձեր սիրելի բաղադրատոմսերից մեկը։